խոսնակ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, մեր գործընկերները իրենց ելույթներում Տիկին Ավանեսյանը եւ Ծովինար Վարդանը անդադ հիշատակեցին, թե ուրա անդիմությունը։ Ես կարծում եմ, որ մենք ըմբռնումով պետք է մոտենանք եւ ընդդիմադիր մեր քույրերը եւ եղբայրները զբաղված են շատ կարեւոր գործերով եւ մենք ստիպված պետք է առանց իրենց ներկայության քննարկենք մեր տարեկան 25 թվականի բյուջեի կատարողականը, որը մենք արդեն արել ենք համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում։ Եվ այդ հարցը հենց համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում առաջանում էր։ Այստեղ շատ կարևոր արձանագրումներ կան թվային, որտեղ իրենց ներկայությամբ նախկինում իրենք բավականին սուր հարցեր են բարձրացնում, այս անգամ պարզվեց, որ ընտրությունների օրը եւ ժամը խանգարեց մեզ վայելելու իրենց ներկայությունը, որովհետև դա նաև մեզ օգնեց հասկանալու համար ընտրություններից անմիջապես հետո ինչ պատկեր է արձանագրել բյուջեի կատարողականը։ Չէ, ասեմ բյուջեի կատարողականից կախված նաև երկրի ներքին մթնոլորտն է։ Հիմա մենք առնչվում ենք, որտեղ խախանդ մթնոլորտ է, եւ քննարկման ժամանակ, քանի որ առաջին քննարկումը մեր համատեղ նիստում եղել է ներքին գործերի նախարարի զեկույցը, մի արձանագրում ես անեմ, որ ներքին կայուն խաղաղ վիճակը խոսում է, որ մենք 25 թվականի բյուջեի կատարողականի մեջ անվտանգության մարմինների նախատեսած ծախսերը ճիշտ ենք իրացրել եւ այդ ծախսերի մեջ այն բարեփոխումները, որոնք արված են, նաեւ որը արձանագրված է ներքին գործերի նախարարության պարագայում միջազգային կառույցների ուսումնասիրությունների արձանագրումների մեջ, այսինքն վստահության կվեն մեծ արագության տվյալ կառույցի բարձրացած է, դա նշանակում է, որ բոլոր մեր նախատեսած կառավարության ծրագրի հաստատումից հետո ամեն բյուջետային տարում կոնկրետ խնդրի լուծումը բերել է կոնկրետ մի իրավիճակի, որը մեզ պետք է հանգիստ տա, որ ապագայում մենք կանգնենք այս ձեռքբերումների վրա, որովհետև եթե մենք տեսնում ենք ծանր հանցագործությունների աճի նվազում, մենք ուրախանում ենք, բայց մեր սիրելի քույրերը եւ եղբայրները այդքան էլ չեն ուրախանում, որովհետև իրենց պետք է էքսպրեսիա, չգիտեմ ինչ եւ այլն։ Բայց ինչ որ է, պետք է ուրախանալ այդ ցուցանիշներով եւ հաջորդիվ, եթե բյուջեի կատարողականն ենք նայում ռեալ գետնի վրա մենք գամ պաշտպանության նախարարությունը, որը փակ նիստում է քննարկվել, շքերթ։ Շքերթը դա կատարված աշխատանքի արձանագրումը։ Այդ շքերթի ընթացքում ցույց տրվեց, թե բյուջետային ծախսերը սպառազինության, նոր սպառազինության, բանակի կերպարանափոխման, համազգեստ, մեջի մարդ, կրթություն, աշխատավարձ, այդ ամբողջը միասին մի հատ առավոտյան մեզ բոլորիս հպարտության մի զգացումով լցրեց եւ դա պարտադիր երեխաներից սկսած մինչեւ ընտանիք ծնողներ ուրախանում են, որովհետեւ դա արդեն խաղաղության ձեռքբերում է, իսկ 25 թվականը, քանի որ վերջին հաշվետվությունն է բյուջեի, որովհետեւ արդեն հաջորդ պարլամենտը կունենա այլ բյուջե, որը կտարբերվի այս բյուջեից եւ կունենա ավելի նոր նպատակներ, առաջ խաղացման նպատակներ եւ այդպես շարունակ։ Ասեմ ձեզ, որ հանձնաժողովի համատեղ նիստում լսվել է հատկապես փակ նիստում, ես թվեր չեմ ասի, որտեղ թվերի կարիքը չկան, բոլոր ուժային կառույցների հաշվետվությունը, արտաքին հետախուզություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական պահպանության ծառայություն եւ այդտեղ արձանագրվել են թվային, այսպես ասեմ, գուցե ամենափոքր թիվը բյուջեի իրացման, եթե չեմ սխալվում, Տիկին Վարդան, բանակիններ 199-97 էր, այսինքն ծախսերը, որը կապված է ռազմաարդյունաբերության մեր ձեռքբերումներից որոշ ինչ-որ թերացման հետ, բայց ես անդրադառնամ ռազմաարդյունաբերությանը, որովհետև շքերթից հետո հաջորդ մեծ միջոցառումը, որ պարտավոր էինք եւ ներկայացրեցինք, դա ռազմաարդյունաբերության ոլորտի մեր նաեւ արձանագրումներն էին, որտեղ ցուցադրվեց Կարեն Դեմիրճյան մարզահամարգային համալիրում մեր ռազմաարդյունաբերության ձեռքբերումները եւ դա ոչ պակաս ոգևորող էր, որովհետեւ դա արդեն մեր արտադրածներ, մեր անվտանգային մարմինների համար, մեր զինված ուժերի համար եւ ամենակարևոր արձանագրումը, որը ֆիքսվեց, որ մենք արդեն ունենք արտադրանք,
որը նկատվել է եւ ցանկալի է իր որակական ցուցանիշներով, կան երկրներ, որոնք ցանկանում են դա ձեռք բերեն։ Եվ դա նաեւ այն ձեռքբերումն է, որ 21 թվականից սկսած կառավարությունը իր նպատակների մեջ արձանագրելով եւ դնելով բյուջետային թվերի մեջ, այսօր մենք արձանագրեցինք արդեն հողի վրա նաեւ այդ ձեռքբերումը։ Ես չեմ խոսի ազգային անվտանգության ծառայության, իհարկե ցանկալի է խոսել ընտրությունների հետ կապված մեր մյուս ուժային կառույցները, քննչական մարմինների, հատկապես հակակոռուպցիոնի եւ ուժային մյուս կառույցների, ներքին գործերի, ազգային անվտանգության ծառայությունների համատեղ բացահայտումների մասին, որը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին մենք մոռացել ենք։ Իշխանությունները նախկինում դա ձևավորել էին եւ մեզ թվում էր 18-ին մենք ստեղծում ենք արդար ընտրությունների օրենսդրական հիմք եւ նպատակ եւ մեկ էլ պարզվեց դա նորից հիշեցին, նորից իրենց բլոկնոտներով հայտնվեցին հարյուրապետերը, հազարապետերը, դրանք կոչվում են տասովշիկներ եւ նրանք այսպես փողի նկատմամբ իրենց սերը չկարողացան զսպել եւ դա արձանագրվեց մեր ուժային կառույցների կողմից եւ դա դարձավ արդեն լուրջ պետության կողմից ոչնչացնելու հստակ նպատակ պետք է լինի, որովհետեւ հաջորդիվ մեր էլի նպատակը գերակա մնում է ժողովրդի կամքը չկորցնելը եւ այդ կամքով ստեղծված իշխանությունը, լեգիտիմությունը անշեղորեն մեր երկրի զարգացումը անընդհատ կբարձրացնի եւ այն նպատակները, որ կապված են խաղաղության հետ, իսկ դրանք էապես կապված են թե մենք երկրի ներսում ոնց ենք վերաբերվում երկրում արդարությանը եւ այդ արդարությանը հասնելու համար ինչ խնդիրներ պետք է լուծենք։ Պետք է հպարտանալ, որ բյուջեի կատարողականը վերջին փուլով այնուամենայնիվ հաջողված է, ափսոս մի օրինակ էլ ասեմ, որովհետև ես անդադ համատեղ քննարկման ժամանակ, երբ որ հարցնում էի ուր անդիմություն, ես մի նպատակ ունեի, հարցնեի մեր գործընկերներից մեկին, Իքական Սեռի, որը անդադ ասում էր ներքին հանդում տիրող իրավիճակի մասին, բայց ընտրությունների արդյունքում ներքին հանդում գործող իշխանությունը ստացել է շատ մեծ ձայներ։ Եվ ես ուզում էի հարցնել տվյալ ընկերուհուն, որը ամեն Աստծո օր բարոյականության դասեր է փորձում տա մեզ, հարցնել, բայց ներքին հանդի հասմիկը ինչի է մեզ ձայն տվել, օրինակ։ Հետաքրքիր է, որովհետև ներքին հանդում կատարվել են անվտանգային ծրագրեր, այնտեղ կառուցվել են անվտանգության առնչվող բազմաթիվ կառույցներ, մեր զինված ուժերի կողմից եւ մյուս կառույցների կողմից, եւ դա է պատճառը։ Ես եթե չեմ սխալվում, Հայաստան դաշինքը ներքին հանդում ստացել էր, կարծեմ 3 ձայն։ Դա է գնահատականը, մի փոքր օրինակի վրա ես ասեցի։ Դա նաև ափսոս Դավիթ Դանիելյանը այստեղ չի, որը անդադ այդ տարածքներով անցնում էր, եւ մենք անդադ մտածում ենք ինչ պետք է արվի, որ այդտեղ ապրող մարդը իրեն անվտանգ զգա։ Ուստի, քանի որ մենք կատարողականին քվեարկության բան չենք ասելու, ես մեր հանձնաժողովի անունից կարող եմ ասել, որ անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտի բոլոր ծրագրերը կարելի է համարել հաջողված եւ անշեղորեն հաջորդ բյուջեում պետք է մտածել ավելի առաջ գնալու մասին։ Շնորհակալություն։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։